Սիրելի հայրենակիցներ, սիրելի քաղաքացիներ, այսօր մենք եկանք Շենգավիթ վարչական շրջանից Երևանի վերադարձանք կոֆե կենտրոն ֆորմատին եւ հիմա ուզում ենք ամփոփել օրը եւ նոր քննարկում ենք, ճիշտն ասած, անկեղծ պիտի ասեմ, էմոցիաների խլրտում եմ ունեցել այսօր, էմոցիաների, այսպես ասած, եռում եմ ունեցել այսօր եւ չնայած ուղիղ եթերում է, չէ՞ եղել ամբողջը, ասենք պատմեմ, բայց մի քանի խոսակցություններ առնվազն եւ իմիջայլոց այն մեր սիրելի մայրերի եւ տատիկների հետ, ում պայմանականորեն անվանում ենք սնուցող մայրեր, եւ այդ ուղերձները անկեղծ եմ ասում, մի քանի անգամ չնայած երևի տենց բաներ ասելը ընդունված չի, բայց մի քանի անգամ ուղղակի թողեցի գնացի, որ զգացի, որ հուզվում եմ, որովհետեւ զգացի, որ չեմ կարող ինձ զսպեմ, որովհետեւ մարդիկ այնպես բաներ էին ասում, որը չէի կարող առանց հուզմունքի լսել, եւ Շենգավիթ վարչական շրջանում մենք նախ ես զգացի, սկիզբը հասկացա, որ մետրոյի այդ հրապարակից միջև դուրս գալը այդտեղից տևեց մի ժամ 20 րոպե, ես արդեն հասկացա, որ ինչ որ մի բան է տեղի ունենում եւ կարի արտադրամած գնալը տևեց մոտավորապես 3.5 ժամ տևեց եւ դա իսկապես շատ հաճելի էմոցիաներ ստացան։ Իհարկե օրվա մեջ եղան նաեւ որոշակի տհաճ պահեր եւ խնդրահարույց պահեր, որոնց երևի կանդրադառնանք, մի մասին անդրադարձանք։ Նախ ես ուզում եմ ամենաառավոտյան մետրոյի հանրապետության հրապարակի մուտքի մոտ քաղաքացին, որի հետ մենք խոսակցություն ունեցանք, իհարկե մենք ըմբռնումով ենք մոտենում բոլոր ասածներին, որովհետև կապված էր կոնսուլտացիաների ծախսերի հետ եւ այլնի հետ, չնայած հետո քննարկեցինք, մեր որոշ գործընկերներ ասում էին, որ ես այդ դրվագում իզուր էի փորձում մեղմել, որովհետև պետք է հստակ ասել, որ այո, այն ծառայությունը, որ վճարովի է, քաղաքացին պետք է աշխատի եւ այդ ծառայությունների համար վճարի, բայց գիտեք, հիմա մենք հիմա նաեւ սոցիալական որոշակի տրանսֆորմացիայի փուլում ենք, որտեղ շատ պինդ այդ ամեն ինչը ասելը այդքան էլ բան չի լինում, բայց քանի որ ուղիղ եթերում եմ խոստացել, նոր մեր գործընկեր պարոն Գաբրելյանը մտավախություն հայտնեց, ասեց հանկարծ չլինի, որ քաղաքացուն թիրախավորում ենք, բայց քանի որ ուղիղ եթերում խոստացել ենք, ես ասացի ճշտելու ենք, որ ասեց հայրենիքի համար արյուն եմ տվել եւ պաշտպանության նախարարությունը բոլոր հնարավոր պետական մեխանիզմներով մենք ստուգել ենք, բոլոր հնարավոր պետական մեխանիզմներով ընդհանուր երկրապահ կամավորական միավորման բազաներով ենք ստուգել եւ որևէ այդպիսի մարտական որևէ գործողության մասնակցության մասին քաղաքացու որևէ վկայություն պետական համակարգում չկա։ Ես չեմ ուզում ասել, որ եթե քաղաքացին ունի տվյալ, որը մեր պետական համակարգում գրանցված չէ, ես խնդրում եմ հասցնի, որ մենք այդ անարդարությունը վերականգնենք, որպեսզի այդ տվյալը լինի։ Բայց եթե չներկայացնի տվյալը, մենք համարում ենք ստիպված ենք հենվել պաշտոնական տվյալների վրա եւ այդ տվյալների մասին խոսել։ Հաջորդ պահը, որի մասին էլի խոսել ենք, մետրոյում Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր սիրելի հարգելի քաղաքացու հետ տենց սուր խոսակցություններ եւ ես նաեւ մեր գործընկերների որոշակի մեկնաբանություններից եւ քննադատություններից հասկացա, որ իմ ասածների մեջ ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես երևի պետքա լիներ, ես նորից ուզում եմ ներողություն խնդրել այն ամեն ինչի համար, ինչը չեմ ասել ձևով եւ բովանդակությամբ այնպես որ պետք է լինեն, բայց նոր գործընկերներին էի ասում, որ քանի անգամ այդ թեմանեն 2023 թվականի իրադարձություններին ես այո միջև այսօր չեմ կարողանում առանց էմոցիաների անդրադառնամ եւ դա շատ մեծ թերություն է, ես ընդունում եմ այդ թերությունը, չեմ կարողանում ես այդ պահը հաղթահարեմ, որովհետեւ երբ որ այդ թեմային խոսակցությունա գնում, ես նոր հիշեցի ազգային ժողովում ոչ միտեղ չեմ կարողացել
բան չանել, ոչ միտեղ չեմ կարողացել էմոցիաներս զսպեմ հանգիստ հանդարտ, բայց նոր խոստացա, որ ես մի օր այդ թեմային համապարփակ հանգիստ։ Ես ցավոք սրտի անուն ազգանունը չգիտեմ, գիտենք անուն ազգանունը քաղաքացու մետրոյում Արմինե Մոսյան, հարգելի Տիկին Մոսյան, ես ձեզնից եւ ձեր որդուց ներողություն եմ խնդրում այն էմոցիաների համար եւ հույս ունեմ, որ առիթ կունենանք նորից մետրոյում կամ որևէ տեղ հանդիպելու ու հանգիստ խոսելու։ Իմիջիալոց ես կուզենամ այդ խոսակցությունը տեղի ունենա եւ ես ուզում եմ, ես գիտեմ, որ դուք կմերժեք եւ հետեւից երկու կոպիտ բառել կասեք, ես դա ընդունում եմ խոնարհությամբ, բայց եթե հանկարծ ձեր մտքով անցնի, որ արժի, որ մենք sense տեսախցիկը չէ, հեռախոսը կամ եթե կուզեք տեսախցիկը դնենք, հանգիստ պայմանավորվենք առանց էմոցիաների խոսենք, ես իմացեք, որ ձեր տրամադրության տակ եմ եւ այս գլխից ընդունում եմ այդ հրավերը։ Կրկին ուզում եմ ներողություն խնդրել ձեզանից, որ ինչ որ եթե չէ, ընդունում եմ, որ ինչ որ բան նենց չեմ ասել, ճիշտ ժեստիկուլյացիայով չեմ ասել, ճիշտ տոնայնությամբ չեմ ասել, ճիշտ դեմքի արտահայտությամբ չեմ ասել, ինչ որտեղ բովանդակությունն էլ ճիշտ չեմ վերաբերվել, բայց ելի եմ ասում, այդ թեման մինչև հիմա ինձ համար ամենաէմոցիոնալ թեմաներից մեկն է, եւ ես բոլորից եմ ներողություն խնդրում եւ նույնիսկ ինքս ինձնից եմ ներողություն խնդրում, որ չեմ կարում այդ թեմայով բան անեմ, բայց ես ընդունում եմ, որ այդ թեմայով պետք է հանդարտ խոսակցություն տեղի ունենա։ Էլ ինչ ա եղել, մեկ էլ այդ պահը, որ տեսա նկարը չէի իմացել անկեղծ, ես մի մետր այս կողմ եմ եղել, չեմ իմացել, որ տենց իրադարձություններ են եղել, որ այս բանը քարտեզը սենց ջարդել, վերցրեց գցեց գերնին ու ջարդել։ Գիտեք, ելն եմ ասում, ես հետո եկեք մենք մի բան խոստովանենք, մենք բոլորս, ես պաշտոնապես ասում, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր հիմնադրման ժամանակ հետագայում եղել է այդ տրամաբանության մեջ։ Լոր ջան, եկեք, որ մենք իզուր չբանանենք, եկեք բոլորս խոստովանենք, որ մենք եղել ենք ԿՊ դաշնակցական։ Մենք եղել ենք ԿՊ դաշնակցական։ Դա այդ մարդիկ ես էլ եմ ասում, մենք հիմա էմոցիոնալ ասում ենք, վայ, ես էլ ոնց կարելի է հələ եթերում ասցի պետքա չարձագանքել, մենք այդ մենք ենք, այ հիմա սեղանի շուրջ նայում եմ, մեր կուսակցությունում պետք է խոստովանել, որ եղել են մի քանի մարդիկ եղել են, որ անընդհատ շատ ուզեցել են դրան դիմադրեն, բայց բան են արի, ես հիշում եմ, ես անունները չեմ ասի հիմա, բայց գիտեմ այդ մարդկանց ցուցակը գիտեմ, ովքեր ուզեցել են մեր զգուշ տենց այդ ուղեծրից դուրս բերեն եւ այլն, փորձենք մենք ասում ենք ոչ, այդ մարդու նման, մենք մեր կուսակցության նման, այդ մարդու նման պատուհանից խոսել ենք մեր կուսակցության անդամների հետ, ովքեր ասել են, որ այնուամենայնիվ կարող ենք կամ եթե մենք դաշնակ ենք, եկեք գնանք մտնենք դաշնակցություն, ինչ ենք նոր կուսակցություն ստեղծենք։ Չէ, մենք ասել ենք, ինչ ա, մենք ավելի լավ դաշնակ ենք, իրանք լավ դաշնակ չեն։ Եվ մենք այսօր իմիջիալոց ես վաղը մի հատ առանձին ես այդ թեման բան չեմ անելու, այս առանձին ուղիղ եթեր եմ անելու առաջնորդության մասին, բայց հիմա դրա մասին չեմ խոսում։ Բայց այսօրվա ընդհանրապես ինչի է սա մարզային մեր այցերի բանը, իմ անկեղծ եմ ասում, իմ բոլոր լավագույն սպասելիքները գերազանցված են, բոլոր լավագույն սպասելիքները, ես ասում եմ, ու սա մի բան է, սա մենակ մի բանի մասին է, սա նրա մասին է, որ ես ասում եմ, որ մենք, գիտեք, մենք ինչպիսին ենք, մենք կարտոշկա ենք ուտում, թե ինչ ենք ուտում կամ չենք ուտում, մենք մի բանի մասին է, մենք ուժեղ օրգանական կապով կապված ենք մեր ժողովրդի հետ։ Մենք ուժեղ օրգանական կապով կապված ենք մեր կարան ու սա պատճառ, լսեք, բոլոր լրատվամիջոցները 24 ժամ կարան խոսան եւ դեզինֆորմացիա տարածեն մեր դեմ։ Դա չի օգնելու, որովհետեւ մենք մեր ժողովրդի հետ հաղորդակցության ուրիշ կապուղի ունենք, դա օրգանական կապն է մեր ժողովրդի հետ։ Այն որ ասում է ողնաշարով հոգով եւ սրտով եւ դա
Եվ ես դա մենք միշտ առաջնորդվել ենք դրանով։ Ու որտեղ մենք նոր սկսում ենք քաղաքական գործունեությունը, եւ ես հետեւյալն էի ասում, գնում ենք ամենահեռավոր գյուղեր եւ մարդկանց հետ խոսում ենք, ասեք, որ ես քանի անգամ այդ բանը ասել եմ մարդը կարող է չձևակերպի փաստական բանը թեզի հիմնավորումը եւ ապացույցը, բայց մարդը զգում է ինչա կատարվում, եւ սա շատ կարեւոր բան է, այսինքն սա ինչա եւ այն փոփոխությունը, որ այսօր Հայաստանում, այսօր մարզային այցերով մենք տեսանք, իրական Հայաստանի գաղափարախոսությունը այսօր Հայաստանում իշխող գաղափարախոսությունը, հարգելի գործընկերներ, մենք չենք որպես անձինք կառավարող ուժ ենք, բայց մենք կառավարող ուժ ենք իրական Հայաստանի իշխման պայմաններում։ Եվ սա կարևոր բան է, ես երկար նախաբանով հանդես եկա, ես կրկին ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնեմ, իմ խոնարհումը, այսօր մեզ այն մարդու հետ խոսակցություն, այն որ ասցի լսեք, եթե ես ձեզ չմոտենայի, այսօրվա օրը ամբողջական չէր լինի, որ խոսեց, որ ինքը ասեց, որ նոր եմ 80 տարեկան եմ, նոր եմ աշխատանքից դուրս եկել, ինչ ասեց այդ մարդը, ոնց, հա, ես իրան սկզբից ասացի, դուք մեր պատկերացրած քաղաքացու իդեալն եք, հետո այդ մարդը ինչ ասեց, ավելի խորացավ այդ պատկերացումը, ինչ ասեց, ավելի խորացավ, եւ այդ էմոցիաները անգնահատել են, ես կրկին ուզում եմ շնորհակալություն, նախ չէ, սկզբից ներողությունները, կրկին ուզում եմ ներողություն խնդրեմ բոլոր նրանցից, ում այսօրվա ընթացքում եւ դիտողներին եւ անմիջական շփման ընթացքում որևէ դիսկոմֆորտ պատճառել է ուղակի կամ անուղակի եւ անկեղծ եմ ասում, որովհետեւ եւ էդ էլ գիտեք ինչ, մենք բան չենք, մենք հա շատ են ասում, որ տեխնոլոգիաներն են էս են արել, մենք մեր քաղաքական գործունեության ընթացքում երբեք տեխնոլոգիա չենք օգտագործել, որովհետեւ եթե տեխնոլոգիա օգտագործեին, կնենց կանեինք, որ ամեն ինչ իդեալական կլիներ եւ չէին լինի իրավիճակներ, որ այդ կապված մենք ոչ թե ստիպված ենք, հա ստիպված ենք, բայց ստիպված ենք ոչ թե բանով, այլ մեր բարոյական բանը դիսկոմֆորտը հաղթահարելու համար։ Մենք մեր այդ ներողությունը քաղաքական նպատակ չունի, այդ ներողությունը նպատակ ունի, որ գնանք իրիկունը տուն կամ հիմա գնանք միջոցառման, մեջներս բան մնացած չլինի, որ մենք այսօր ինչ որ մարդուն նեղացրել ենք եւ բան ենք արել, տենց այդ նեղացրել ենք ու ասել ենք, հա, տենց էլ պետք է լիներ, մենք տենց իշխանություն մենք կարանք նեղացնել, ոչ չենք կարա մենք նեղացնենք, բայց ստացվում է տենց, որովհետեւ մենք կենթանի մարդիկ ենք, խիստ սովորական կարտոֆիլ եւ պերաշկի ուտող կենթանի մարդիկ ենք, եւ որ ունեն կարտոֆիլ եւ պերաշկի ուտող բոլոր մարդկանց առաջին հերթին բոլոր թերությունները ունենք, բայց ցավոք ոչ բոլոր առավելությունները ունենք եւ դա մեր թերությունն է։ Եվ ուզում եմ ներողությունները ամփոփելով շնորհակալություն հայտնել մեր Շենկավիթ վարչական շրջանում իմիջիայլոց այլ վարչական շրջաններից են մարդիկ եղել, այլ մարզերից, նույնիսկ հանրապետությունից, Ռուսաստանից եկած, Ֆրանսիայից, Իտալիայից, բոլորիդ, ահա որ ինչ չեմ կարող ասեմ հիմա ավելի եմ սիրում, որովհետև մեկը այդ սերը միշտ էլ անսահման է, չկա մի բան, որ այդ սերը կավելացնի, բայց սերը չի ավելացել, որովհետև սերը ավելանալու տեղ չուներ, էներգիան է ավելացել, որով մենք պիտի ծառայենք ձեզ Հայաստանի Հանրապետության ժողովրդին, այդ ինչ է սկրինշոտ անում, Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Ես իմ ասելիքը ասացի եւ ձայնը բարձրախոսը փոխանցում եմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Համեցեք։ Շնորհակալություն։ Ասեմ, որ տպավորությունները կիսում եմ։ Իհարկե, ինչ որ տեղի ունեցավ այդ դեպքերը
ցանկալի չէր, որ նման բաներ տեղ ունենան, բայց ուղիղ եթերում եւ անկեղծ եւ բաց գործունեությունը էլի հազար անգամ կներեք ընդհատելու համար, ասենք սա կենթանի process է։ Դա եմ ասում, լայվ ռեժիմում աշխատելը չէ արհեստական բանա, մոնտաժարած, մակիաժարած։ Նույն բանը ես եմ ասում, որ իհարկե եթե ինչ-որ տեխնոլոգիաներ կիրառես ու եթե փորձես բոլորի համար լավը լինես, դա անհնար է։ Դու չես կարող, մարդը չի կարող բոլորի համար լավը լինի եւ մենք ընտրել ենք հենց այդ ուղիղ եթերի տրամաբանությունը, որ անմիջական եւ բաց ցույց տանք են ինչ որ կա եւ ես կարծում եմ, որ ստացված ֆորմատ է, ես այդ կարծիքին եմ եկել այն բանի վերումով, որ այն շփումները, որ Հայաստանի տարբեր, ինչ տարբեր բոլոր շրջաններում մենք ունեցել ենք, ես դրա մասին եմ խոսում։ Եվ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ ջերմորեն դիմավորում էին, ովքեր պատճում էին, գրկում էին, ասում էին շատ եք, չէ, բան անում, հոգներ շատ եք, բան, բայց ես պետք է ասեմ, որ ավելի հաճելի, ավելի էներգիա տվող բան, քան դրական մարդը անկեղծ շփումը, անկեղծ վերաբերմունքը չկա, այտենց ուժ չկա, գոյություն չունի այտենց էներգիա տվող բան, ինչքան որ հասարակ մարդու, այն հայ մարդու ձեռքը, որ այտենց գյուղացու մարդու ձեռքը, որ հողի մեջ աշխատած իր կոշ ձեռը որ բռնում է ու քեզ ինքը նայում աչքիդ մեջ ու քեզ դրական բան ասում, դա այդ ուժեղ բան գոյություն չունի քաղաքական գործչի համար եւ ես շնորհակալ եմ բոլորից այդ դիմավորելու, այդ ընդունելու, այդ շփման համար եւ բայց մենք էլ ենք գալու եւ գալու ենք եթե կարող եմ դա ասել, հա քարոզարշավի ընթացքում մենք ամեն մարզում անցկացնելու ենք առնվազն 2 օր եւ աշխատելու ենք բոլորին հանդիպենք, բոլորի հետ շփվենք, ու ուրախ ավտոբուսը, այսօր մի քիչ տխուր եմ, որովհետեւ ուրախ ավտոբուսը այսօր տենց ավտոբուսը այսօր ուրախ ավտոբուս չէր, այսօր ուրախ Շենգավիթ։ Ուրախ Շենգավիթներ ու հույս ունենամ, որ շատ շուտով այդ ավտոբուսը մենք կվերականգնենք ու էլի կգնանք մարզեր։ Ես այն խոսքը ձեզ փոխանցեմ, հա։ Չէ, մի րոպե էլի կներեք, որտե պարոն Իսախանյանը մի բան ասեց։ Մենք ժողովուրդ կներեք մոռացանք ընդհանրապես այս քարոզարշավի մեր ամենակարևոր մասնակիցներին։ Լսեք, մենք նոր քննարկում ենք եւ կուզեմ որ հիմա էլ քննարկենք, երեխեքի հետ կապված չեմ հասկանում ինչա կատարվում։ Անկեղծ չեմ, մենք պետք է վերլուծենք, որովհետեւ սենց բան ասենք ու ճիշտ ասած չեմ էլ ֆիքսում որ պահից սկսվեց դա մի ինչ որ պահի դա սկսվեց ես հիշում եմ որ մեղրիում երեխեքը ասին 4 ժամ սպասում ենք հետո կապանում հետո մնացած տեղերում հա հետո մենք իրենք խնդրում եմ հենց այդ թեմայից է շարունակեք Բաղ արչապետ երեխան սիրելի հայրենակիցներ նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Շենգավիթցիներին այսօրվա ջերմ ընդունելության համար իհարկե էմոցիաները դուք ուղիղ եթերում տեսել եք կիսել եք մեզ հետ բայց աչքի պոչով մեկնաբանություններում մի բան կարդացի քաղաքացիներից մեկը գրել էր խաղաղությունը ոչ մեկին չենք զիջելու խաղաղության թիվ 1 շահառուն երեխաներն են երեխաները իրենց տների իրենց ընտանիքների դեմքն են այսինքն ընտանիքի տան մթնոլորտը երեխան բերում է փողոց բերում է հանրությանը եւ այդ էմոցիաները այդ դրական մթնոլորտը ես կարծում եմ նաեւ խաղաղության արդյունքն է եւ այդ խաղաղությունը պաշտպանելու ու նաեւ մեզ մղելու որ մենք ոչ միայն պաշտպանենք խաղաղությունը այլև այն դարձնենք հարատև եւ դա պաշտպանենք այս պահին հունիսի 7-ին քվեով, իսկ դա պիտի անեն մեր քաղաքացիները եւ առաջիկա հանդիպումների ընթացքում մենք առիթ կունենանք սրա շուրջ խոսելու մեր սիրելի հայրենակիցների հետ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, մարզերում եւ եւս մի անգամ շնորհակալ եմ Շենգավիթցիներին։ Իմ տեսակետը եւ իմ տարբերակը, որ պատճառը խաղաղությունն է, պատճառը Հայաստանում հաստատված մթնոլորտն է, պարոն վարչապետ։ Հետո երեխեքը այնուամենայնիվ կարճ բան ասեմ, հա, երեխեքը այնուամենայնիվ ամենաանկեղծ գնահատողն են։ Իրանց մոտ այդ բանը չկա, էլի, ինքը ինչ մտածում է, ինչ էմոցիա ունի, դա տալիս է, ու հետաքրքիր էր, որ երեխաներից բացի են դեռահասներն էլ ավելի տենց, հա, արդեն զուսպ, բայց հա, ճիշտ, հետաքրքիր բան։
տարիքը կամած մեծանանց։ արդեն այսօր ես դրա համար այսօր ինչ եղավ այսօր տենց էլի բան էլի տենց խոսում էինք երեխեքի շարքում մեկ էլ տղաներից մեկը ասեց ես ձեր օգտին եմ քվեարկելու մեկ էլ ասի Յա, էս լավ տղա։ Արի բալես։ Էրիկ, լավ ես։ Բարև։ Հա, մեկ է տղաներից մեկը ասեց, ես ձեր օգտին եմ քվեարկելու, ասի ինչի, քանի տարեկան ես դու, որ մեր օգտին ես քվեարկելու, ասեց 18 տարեկան։ Ու ես զարմացա, այսինքն բանից էր, հետո տեսա, որ կարայի կռահեի, որ ինքը մեծ է, ուղղակի քանի որ տրենդը այն էր, որ հիմնականում այդ շարքում դպրոցական տարիքի երեխեք են, հիմա տենց process-ը կամանց երեխեքը բան են անում, մեծանում են, եւ հիմա ուզում եմ Երևանի քաղաքապետին խոսքը փոխանցել եւ ինքն էլ տպավորությունները կիսի։ Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, ասեմ, որ իրապես շատ դրական էմոցիաներով լի էր այսօրը, ինձ համար մի փոքր ավելի նաև աշխատանքային էր, որովհետև հիմնականում երեխաները դիմում էին ֆուտբոլի դաշտերի հարցերով, տարբեր հատվածներում։ Որն է, մեր ճակատագիրը ձեզանից է կախված, պարոն Աթիվյան։ Եվ իրականում պարոն վարչապետ, 2023 թվականից Չեք բրծնի այդ երեխեքի ձեռից։ Արդեն խոստացել ենք, 5 դաշտ ենք այսօր խոստացել ու բոլորն էլ պետքա կառուցենք ու իրականում այդ միջավայրը փոխվում է։ Այսօր պարոն Սիմոնյանի հետ մենք մի քիչ ֆուտբոլ էլ խաղացինք դաշտերից մեկում։ Ով է տարբեր Պարոն Սիմոնյանը այդպես պրոֆեսիոնալներին հավաքեց։ Չէ, կրել են այսօր, բայց շատ դրական էներգիա։ Իրականում շատ դրական էներգիայով լի էր օրը, ու իսկ երեխեքը միշտ այդ երբ որ այս process-ներին միանում են, իրենց պահանջներով, իրենց ցանկություններով, իրենք ավելի են լցնում։ Եվ իրականում միշտ ամենահաճելի հատվածը երևի եղել է այս հենց երեխեքի հետ խոսալը, իրենց պահանջները լսելը, որովհետև ամենայն լավ ու դրական ու ճիշտ բաները երեխաներն են ուզում։ Ինչ պետք է ուզեն, ասում են մաքրեք բակը, խաղահրապարակ սարքեք, չգիտեմ, ֆուտբոլի դաշտ սարքեք, որպեսզի իրենք էլ իրենց առօրյան կարողանան ընկերների հետ անցկացնեն հենց իրենց բակում, դա էլ մեզ համար մեծ ուրախություն է այդ աշխատանքը կատարելը։ Շնորհակալ եմ բոլոր շենգավիցիներից, ովքեր այսօր մեզ դիմավորեցին եւ ճանապարհեցին, իրենց խնդիրները բարձրաձայնեցին։ Ուզում եմ ասել, որ փուլ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա բոլոր այն աշխատանքները, որ արել ենք, շարունակելու ենք անել, լսում ենք ձեզ, ուշադիր ենք ձեր բոլոր պահանջների նկատմամբ, բայց եթե ունեք հավելյալ պահանջներ, միշտ հիշեք պարոն Գաբրիելյանն է շատ սիրում մեր ակտիվ քաղաքացի հավելվածը, ներբեռնեք ակտիվ քաղաքացի հավելվածը եւ խնդիրները առաջ քաշեք մեր առջեւ, որպեսզի մենք այդ խնդիրները լուծենք։ Հիմա արգելի գործընկերներ, ես ուզում եմ անդրադառնալ մի ըստ էության այս մեր հանդիպումների մյուս առանցքային թեմային, առողջության ապահովագրության թեմային։ Պուտիկին Ավանեսյան պետք է ասեմ նաև գործընկերները եւ մեր հայրենակիցները լսեն, որովհետեւ հենց որ այս մեր ներկուսակցական քարոզարշավը երբ որ սկսեց, երբ որ առաջին արձագանքները, ես այս օրերին ամեն օր, գրեթե ամեն օր հիշել եմ այն խոսակցությունը, որ երևի նոյեմբեր ամսին իմ աշխատասենյակում ձեզ հետ մենք ունեցել ենք ու ես անդադ վերադառնում եմ մի րոպե, սպասեք, եթերում ենք էլի Այս ժողովուրդ ջան, անդադ այսօրին վերադառնում եմ այդ նոյեմբեր ամիսներ երևի այդ խոսակցությանը եւ ասում եմ հետաքրքիր է էլի ինչ վատ կլներ, եթե այդ խոսակցությունը տեղի ունեցած չլներ ու ես ուզում եմ ասել գործընկերներին, որ այն ժամանակ մենք քննարկում էինք եւ թվում էր թե ես շատ բարդ եւ անլուծելի խնդիր եմ դնում եւ ես ուզում եմ նաեւ ձեզ շնորհակալություն հայտնել որ տենց բան արեք, ես էլ էի լարված, ճիշտ է տենց ասում էի, որ պետքա ես էլ էի շատ լարված եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել, հիմա ակնհայտ է, որ համակարգը աշխատում է, անթերի չի համակարգը, չի լինելու անթերի, աշխարհի ես նայել եմ,
Ես նայել եմ արձագանքները աշխարհի ամենահին ապահովագրական համակարգեր ունեցող երկրներում, ընենց գնալով խնդիրներ են ի հայտ գալիս, բայց ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել եւ նաեւ մեր բոլոր գործընկերներին, ովքեր կառավարության անդամներին, միջգերատեսչական նաեւ ամենօրյա աշխատանքային օպերատիվ խումբա ձևավորվել, փոխվարչապետ Գրիգորյանին եմ ուզում շնորհակալություն հայտնել, որ այդ աշխատանքը ընդ որում ես տեղելա, որ ես հասկացա բժիշկներին էլ հեսա կանդրադառնամ, այդտեղա որ ես հասկացա, որ մենք ինստիտուցիոնալ ուրիշ մակարդակի ենք հասել։ Տեսեք, ես հրավիրել եմ նախարարին, ասել եմ, որ հունվարի 1-ից պետք է առողջության ապահովագրությունը գործի։ Հասկանում եմ, որ դժվար է, բարդ է, ասել եմ պետք է գնաք լուծեք, հետո փոխվարչապետի գլխավորությամբ ձևավորել եմ խումբ, չգիտեմ ֆորմալ ա եղել թե ոչ ֆորմալ ա եղել, եւ ես այդ մեր խոսակցությունից հետո շաբաթը մի անգամ էլեկտրոնային փոստով գրել եմ, ես ոչ մի խորհրդակցություն այլևս չեմ անցկացրել։ Դրանից առաջ իմ մասնակցությամբ երևի մեծ կազմով, ասենք 7-10 նախորդ տարին տասնյակ խորհրդակցություններ ենք անցկացրել, այդ հանձնարարությունից հետո ես ոչ մի խորհրդակցություն չեմ անցկացրել, նաև ինչ որ առումով ներքուստ վստահ եմ եղել, որ արվելու է գործը եւ ինստիտուցիոնալ որոշակի վստահություն եմ ունեցել եւ այսօր շատ լավ առիթ է, որովհետեւ արդեն էլ կասկած չունեմ։ Եթե երեկվա դրությամբ ասում էի, հա կարող է հələ մարզենք եւ այլն, կարող է դեռ ամբողջական, ես կասկած չունեմ, համակարգը կա, համակարգը գործում է, առաջին հերթին ձեզ Տիկին Ավադենսյան, դրա համար շնորհակալություն, մեր մյուս գործընկերներին, փոխվարչապետ Գրիգորյանը կուսակցական չի քարոզարշավից տենց հերու ամնում, բայց ոչինչ իրաներ, շնորհակալություն եւ կուզենայի նաեւ այսօր էլ այնց հուզիչ պահել են եղել այդ բանը առողջության ապահովագրության հետ կապված արդեն տներում Տիկին Ավանեսյանի ծննդի եկապակցությամբ սեղաններ էին գցում, բաներին անում տենց, խնդրեմ Տիկին Ավանեսյան։ Պարոն վարչապետ, ես ուզում եմ ասեմ, որ շատ հուզիչ է այն շնորհակալությունը, որ քաղաքացիները ցույց են տալիս եւ ուզում եմ այդ թեթև կարծրատիպն էլ կոտրվի, որ մեր ժողովուրդը շատ շնորհակալ ժողովուրդ է, որ գնահատող, շնորհակալ ամեն ինչ տեսնող, իմաստուն եւ այո, մենք էլ պետք է աշխատենք, որ այս դրականը ավելի ու ավելի դառնա մարդակենտրոն, ավելի པարզ օգտագործման մեջ ու շարունակելով բուժաշխատողներին էլ նաեւ շնորհակալություն եմ հայտնում, այսօր նաեւ մեզ մոտեցան էլի բուժաշխատողներ, դա էլ էր մեզ համար կարեւոր, որովհետեւ իսկապես միասին ենք արել այս ամեն ինչը եւ աշխատելու ենք, որ ավելի ու ավելի լավը լինի մեր առողջության հոգ տանելու համակարգը։ Պարոն վարչապետ, ուզում եի նշել, որ երեխաները նաեւ այդ ֆենոմենը նրանից է, որ մթնոլորտը երեխեքը սիրում են կյանքի ուրախության մթնոլորտ։ Ու այդ ուրախ ավտոբուսը իրական Հայաստանում ուրախության, կյանքի փիլիսոփայությունը, հաղթական փիլիսոփայությունն է ու ժողովուրդը դրա կարիքը եւ դրա գնահատանքը հստակ տալիս է։ Ես բոլոր մեր թիմակիցներին եմ շնորհակալ, որովհետեւ ձեր գլխավորությամբ շատ մեծ աշխատանք արվել է 3 տարի, պարոն վարչապետ։ Դրա համար ենք այս կետին հասել, որովհետեւ սա այո, բանի օֆերտան որոշում կայացրեցինք։ Այո, շատ։ Ու մենք գիտենք օֆերտան որոշում կայացրեցինք, ես սպասում էինք եւ միանգամից խնդրեմ առաջացավ։ Խնդիրներ են։ Բայց սենց ոնց որ փուլ խնդիրները, ոնց որ մենք մեր վրա խնդրեմը բաց թողեցինք, դիմակայեցինք, ու եկանք ամենակարևոր ամենակարևոր կետում բացվեց այն նախորդ բաներ են ասում ռուսերեն վալնարես հասկացություն կա, ալիքը կոտրող։ Ալեհա, այսինքն այդ ալիքները բավարար չափով բարձվեց կոտրել էինք եւ հիմա համակարգը անարել։ Եվ ու ես էլ ուզում եմ ես կառավարության հատվածը ասցի, բայց քաղաքացիների գոհունակությունը առանց բուժաշխատողների, որ իրանք իսկականից սիրով, եթե հանկարծ, որտեղ գիտենք բուժաշխատողների կապված հարցեր կան, որոնք դեռ պետքա իրանք խնդիրներ ունեն, որոշակի դժգոհություններ ունեն եւ այլն, այդ դժգոհությունները մեզ
իրանք հասցեագրում են եւ Այո, մենք լսում այո, ենք աշխատում ենք բայց ես միասին։ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ այդ դժգոհությունները նշանակում է իրանք քաղաքացիներին ցույց չեն տվել այսինքն այդ դժգոհությունը որ իրանք ունի որտեվ կարան ասեն մարդուն բան անեն զգացնել ցան որ կառավարությունը արել է բայց ինչ որ մի բան նեն չի ահա ասինքն այդ դժգոհության էմոցիան բուժառուի հետ կիսի բայց սա շատ մեծության մասին է խոսում որ այդ մարդիկ մենք գիտենք որ իրանք գրում են մեզ գրում ենք մենք էլ իրանք ասում ենք կքննարկենք իրանք էլ ասում են շուտ քննարկենք մենք էլ ասում ենք չէ շուտ չենք քննարկի կթողենք առաջի երամսյակ անցնի նոր կքննարկենք շատ կարևոր է որ բժիշկները մեր սիրելի բժիշկները եւ բուժաշխատողները այդ լարվածությունը եւ այդ դժգոհությունը չեն բանարել փոխանցել չեն փոխանցել քաղաքը որովհետեւ եթե փոխանցեին մտնոլորտը տեն չէ մարդիկ էլի հակասեին բան բայց այո ոչ մի նեգատիվ էմոցիա չկա ոչ մի նեգատիվ էմոցիա չկա նշանակում է որ լրիվ լիարժեք բուժաշխատողները ընտանիքի անդամի նման այդ մարդկանց այն ծանոթի նման ընտանիքի անդամի նման այդ մարդկանց ընդունում ճանապարհում են եւ սա բարձր գնահատանքի արժանի ես ուզում եմ բոլոր էդ էլ չի սպասում որովհետեւ ես մտածում եմ որ այդ լարվածությունը որ կա դա այնուամենայնիվ արտահայտվելու է որակի վրա աշխատանքի վրա հարաբերությունների մթնոլորտի վրա լարվածության վրա եւ այլն բայց փաստացի դա տեղի չունեցել եւ իմ խոնարհումը մեր բոլոր բժիշկներին բուժաշխատողներին բոլոր բժշկական կենտրոններին որովհետեւ առանց ձեր բանի լիաթոքության այս մտնոլորտը հաստատ չէր ստացվի այնպես որ շատ շնորհակալ եմ եւ իմ խոնարհումը ձեզ բոլորին դուք ավարտեցիք Այո Քաղաքացի, եթե կարելի է Իհարկե, այս թեման եւ բժիշկ քաղաքացի հարաբերություններն էլ է առողջացել էս իմաստով։ Ինչի մասին է խոսքը։ Մի ժամանակ, երբ որ քաղաքացին օրինակ գնում էր սրտի ստենդավորման, մենք հիշում ենք, չէ, ինչ պատմություններ կային, որ ասում էին դե գումարը պետքա վճարեք, հետո նոր վիրահատությունն անեք եւ այլն եւ այդպես շարունակ եւ մեր քաղաքացիների համար բժշկական հաստատությունը կամ բժիշկը ինքնին վատ ասոցիացիաներ էր սկսում քաղաքացու մոտ առաջանալ, երբ որ ինքը գիտեր, որ պետք է գնա, վարկ վերցնի եւ այլն եւ այդպես Բայց մյուս կողմից պետք է հասկանանք, այսօր այն առաջի քաղաքացու հետ խոսակցությունը, հասկանում եք, ասում է բժիշկը փող է ուզում։ Ասում են, եղբայր, որ դու աշխատես, ձրիկ աշխատես, ոչ մեկ բոլորն էլ իրանց աշխատանքի համար, տենց մարդ չկա, որ աշխատի, տենց մարդ չկա, որ աշխատի եւ իր աշխատանքի համար գումար։ Այո, միանշան է։ Եվ հիմա նաև այդ հարցն է լուծվել, երբ որ այդ բանավեճը, կոպիտ ասած, այդ խնդիրը բժիշկի եւ քաղաքացու միջև չկա այլևս, որ եւ բժիշկներն էլ են ես վստահ եմ սրա համար հանգիստ, որ կարողանում են իրանց ողջ ծառայությունը մատուցեն քաղաքացուն, քաղաքացին էլ գոհ եւ շնորհակալ դուրս է գալիս եւ բժշկից եւ իր պետությունից, այս չափազանց կարեւոր է։ Մի հատ է կարճ բան ասեմ ու փոխանցեմ մեր գործընկերներին, պարոն վարչապետ։ Օրգանական կապի եւ էմոցիոնալ լինելու մասին էի մտածում ձեր խոսքի ընթացքում, երբ որ կա օրգանական կապը, ես կարծում եմ, այդտեղ չի կարա էմոցիա չլինի։ Եթե էմոցիա չկա, ուրեմն այդտեղ օրգանական կապ էլ չկա։ Իհարկե, ուրեմն այո, ահա կդառնանք արհեստակ բան, էլի ծրագրավորված չենք մենք, app չենք եւ այլն, էլի։ Ապն չունի էմոցիա։ Բարև ձեզ։ Եվ այո, հնարավոր չի լինել անկեղծ ու չլինել էմոցիոնալ կամ լինել կեղծավոր ու լինել էմոցիոնալ։ Սրանք իրար հակադիր բաներ են։ Իհարկե, բարձա պետք է կառավարել էմոցիան եւ այլն եւ այդպես շարունակ, բայց այդ էմոցիայի մեջ է ծնվում ճշմարտությունը ու մենք էլ առանց էմոցիայի մենք չենք լինի իմ կարծիքով որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցություն։ Հա, որովհետեւ մենք թերի ենք հասկանում։ Այո։ Մենք չենք ուզում, լսեք, իշխանության կերպար ունենանք, որ հիշում եք 2020 թվականից հետո այդ բարդ շրջանում այդ խոսակցությունը մեր թիմի մեջ այս խոսակցությունը կա ուրա Ավինյանն ու Սիմոնյանը գնացին Պարոն Ավինյան հիշում եք այդ խոսակցությունը որ ասում ենք մենք նստեք կամ եթե ասենք եկեք որ քննարկենք այո հեսա կփոխանցեմ հիշում եք 20 թվականից հետո երբ որ մենք մտածում ենք ասում ենք լավ ինչ ունենք չարինք ինչ է ոնց չարինք մենք էլ ենք էլի տենց բան հասկանալի է չէ ինչ վիճակում եւ ես հիշում եմ մի խոսակցություն մեր մեջ մենք սկսեցինք քննարկել ասենք լսեք կարող համ մենք իշխանություն հասկացությունը շատ բարձունակացրինք այսինքն ես նույնիսկ բառն եմ հիշում ասենք իշխանության սակրալությունը բանարին կոտրեցինք բանարինք եւ մենք մի պահ մտածում էինք ասում էինք որ կարող է իսկականից էլի մենք իշխանության այդ սակրալությունը կոտրեցինք այդ
եւ դա սխալ էր եւ այլն, բայց հիմա մենք մի պահ փորձեցինք տենց մանավանդ ընտրություններից հետո այդ ճանապարհով գնալ, բայց հետո եկանք ընկանք պերաշկու բանի ուղեցրի մեջ, որովհետեւ ու հիմա ես այնքան ուրախ եմ, լսեք մենք չենք ուզում ցույց տալ, որ ընդունված է, չէ՞ որ իշխանությունը այդ ամենախելոքն է, այդ չգիտեմ, ամենան ոչ ժողովուրդ, մենք ձեզնից մեկն ենք, որին դուք վարձել եք ինչ որ աշխատանք անելու։ Լսեք, մենք թերի ենք, մենք չենք ուզում ներկայանանք որպես իդեալ եւ այլն, կատարյալ չենք, այո, ինչի կատարյալ չենք, որովհետեւ Հայաստանի ոչ մի մարդ կատարյալ չի, Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի կատարյալ չի, չենք եղել, եւ բայց կարևորը որ մենք այդ խոսակցությունը ունեցել ենք եւ այդ խոսակցությունից հետո ենք գնենք, չի որ մենք այդ թեմային Պարոն վարչապետ, մենք այդ խոսակցությունը ոչ միայն ունեցել ենք, այլ այդ խոսակցությունից հետո ինչ որ քայլեր ենք ձեռնարկել այդ արհեստական այդ կաղապարը, այսպես ասած, վերականգնելու, բայց իրականում մենք էլի վերադարձանք նրան, որ դա շատ արհեստական է, դա մերը չի, դա բնական չի, դա իրական իշխանության կամ իրական, այսպես ասած, ժողովրդավարության որևէ բանի հետ կապ չունի, այսինքն դա մի բան էր, որը որ միգուցե նախկին ժամանակներում էր պետք, բայց մենք ոչ այդ արժեքների կրողն ենք, ոչ էլ դա էֆեկտիվ ինչ-որ մի բան, ինչ-որ բաներ կարող է տալիս է։ Մի բան ասեմ, պարոն վարչապետ, կարող է համակարգում, պետական համակարգում, ինչ-որ առումով, ինչ-որ բաներ տալիս էր դա։ Այսինքն այդ պատկերացումները, որոշ ժառանգական հիշողություն է դրա հետ կապված, այդ սակրալության հետ կապված, պետական համակարգը աշխատացնելու տեսանկյունից որոշակի, այո, կարող է էֆեկտիվություն ավելացնել, բայց համընդհանուր կառավարման տեսանկյունից ինքը շատ արհեստական բան է։ Եվ իրականում այն ճանապարհով, որ հիմա ենք գնում, ավելի որոշակի այդ լիազորությունները մի քիչ ավելի ներքև տալով, մարդկանց որոշում կայացնելու հնարավորություններ տալով, համակարգը ինքը ավելի լավ է տենց աշխատում։ Ոչ թե վերևից ներքև է այդ չոր։ Մենք հիմա ինչ ճանապարհով ենք, մենք ասում ենք կա այո, արարողակարգը ուրիշ բան է, որ արարողակարգերը պետք է պահվեն, այդտեղ խնդիր չկա, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է փորձենք, ասենք, այնպես ինչ որ բան անենք, էլի նորին կայսերական մեծության ինչ որ sense կերպարների մեջ մտնենք։ Ու մեր էմոցիան, այս բանը, այս տրամադրությունը ինչի ստեղծվեց։ Ես հիշում եմ այդ դրվագը, շատ կարևոր դրվագ է, sense բաներ ընդունված չէ։ Առաջին օրը դուրս ենք գալիս, հիմա պետք է լուսաբանենք հեռախոսը, այդտեղ այդ պայն պապիկյաններ, ասցի ինչ ենք անում ուղիղ եթերով, ենք մտնում թե չէ, եւ պապիկյանը առանց կասկածելու այդ պայն իրան հարցրի, կամ տենց այդ պայն մի քանի օքի լսում էին, պապիկյանը արձագանքեց, ասեց միանշանակ ուղիղ եթերով, հələ, բայց մենք այստեղ ինչ պահ կա, ես օրինակ բան եմ լնում, էլի, որովհետեւ ես այդ հարցը տվել եմ, թվում է թե այդ հարցը կարա եւ չտայի, բայց ես այնուամենայնիվ այդ հարցը տվել եմ Եվ մենք հետո դուրս եկանք ուղիղ եթերով մի քանի օրից հետո ասենք, լսեք, մենք 8 տարվա իշխանություն ենք, մենք ուղիղ եթերը միացնում ենք, դուրս ենք գալիս փողոց, եւ այդտեղ մենք հասկացանք, այսինքն այդ առաջին ազդակն էր մեզ, որ ստեղ մի հատ շատ կարևոր, մեզ համար շատ կարևոր բան է կատարվում եւ այս լավատեսական ֆոնի վրա ես ուզում եմ խոսքը փոխանցեմ ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ Խնդրեմ, պարոն Ռուբինյան։ Շարունակելով թեման, այս իդեալական լինել չլինելու եւ սակրալ լինել չլինելու, սակրալ հայերեն ասած սրբա ինքնասրբադասող երևի ավելի այս կոնտեքստում ճիշտ կլինի։ Իրական կա իդեալական լինելու ձև, որին մեր հակառակորդները այդ ձևը գտել են։ Վերցնում ես երկու լրագրող, որոնք պատկանում են քեզ բառից բուն իմաստով եւ ոչ միայն բուն, նստում ես, իրանք հիացական հայացքով նայում են քեզ, տալիս են հարցերը, որոնք ուզում են քեզ տան, դու պատասխանում ես։ Տարբերակ երկրորդ, AI-ով ելույթ ես ունենում։ Դնում ես, քանի որ դու խոսալ չգիտես, անգրագետ ես ենթադրաբար կամ ոչ ենթադրաբար, ասում ես քո թիմակիցները AI-ով սարքում են արհեստական բանականություն, դնում են քո ելույթը։ Կամ օրինակ պահում ես էլի քեզ մի պատկանող մի քանի թիմակից, որոնք պարտավոր են ծիծաղել քո անհաջող հումորների վրա։
Այ էս է իդեալական բարիս։ Այ մոտավորապես էս։ Ու անպայման Բերանը շատ մեծ լայվ լայք բացելով։ Շնորհակալություն ցուցադրելու համար, պարոն Ալեքսանյան։ Որ չէ չմոռանանք, որ ազգային ժողովի նախագահի տեղակալ նախորդ։ Դուք պարտավոր եք ծիծաղել։ Պատգամավորը պետք է պատշաճ արտահայտի։ Հիշում եք, չէ՞, ժամանակի մի հատ խմբակցություն կար, այդ խմբակցության նախորդ գումարման ժամանակ, այդ խմբակցության ղեկավարը հենց որ ժամանում էր ազգային ժողով, իր ամբողջ խմբակցությունը պարտավոր էր իրան դիմավորել դռների դիմաց։ Դահլիճից դուրս գար։ Այնպես որ շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել Հայաստանում, որ փաստացի իշխանությունն է ավելի ուղիղ եթերում ամեն ինչ անում, որը տեսականորեն շատ ավելի մեծ հնարավորություններ ունի իրականությունը իր ուզած ստերիլ վիճակում ներկայացնելու, բայց ընդդիմությունն է այդ ստերիլության մեջ, իսկ վերադառնալով մեր դաշնակցական եղած լինելու, պարոն վարչապետ, ինձ թվում է հիմա եթե շատ պարզացնենք իրավիճակը մեր քաղաքական դաշտում, ինչ է կատարվում, ըստ երևույթի մենք մի հատ պահ է եկել, որ դուրս ենք եկել դաշնակցության դե փիլիսոփայորեն դաշնակցական ինչ որ պահ է եղել, որ մենք հասկացել ենք եւ դուրս ենք եկել պայմանական դաշնակցության բյուրոյից եւ ամբողջ ընդդիմությունը եւ իրանց հետ համամիտ մի հատ հատված մեզ ասում են չէ եղեք դաշնակ ու դա ուղեկցվում է բնականաբար տարբեր հոգեբանական ճնշումներով եւ այլն բայց ինչն է այստեղ շատ կարեւոր օրինակ այս վերջերս ուրբաթ օրը եթե չեմ սխալվում պարոն վարչապետ դուք ելույթ ունեցաք պատերազմի կուսակցության մասին որը ինչ են որակում ընդդիմադիրները ասում են ահա մեզ վախացնում է պատերազմը մեզ սպառնում է պատերազմը բայց այդ նույն մարդիկ են ովքեր 2020 թվականի պատերազմից հետո ձեզ մեղադրում էին ուղիղ հակառակին մեջ ձեզ մեղադրում էին պատերազմով չվախացնելու մեջ իրանք ասում են ինչի ինքը չեկավ չներկայացրեց պատերազմի ռիսկը չներկայացրեց իրերի դրությունը չասեց ճշմարտությունը մենք կլսենք ասենք դե վարչապետն է այս առաջարկում հիմա երբ որ մենք չենք առաջարկում որևէ զիջում իդեպ մենք եկել ենք հասել ենք մի իրավիճակի երբ որ հանուն խաղաղության պահանջվում է 0 զիջում նույնիսկ այդ պայմաններում իրանք երբ որ մենք ասում ենք որ եթե մենք երկիրը գնա ընդդիմության առաջարկած ճանապարհով պատերազմը դառնալու է անխուսափելի ասում են ինչի եք զգուշացնում դրա մասին զգուշացնում ենք որովհետև պետք է զգուշացնել եւ նաեւ ավարտելով այս սխալներից հետևությունները որտեղ մենք դադարել ենք լինել դաշնակ չլինել դաշնակ հետևում ենք իրաց հազար ներողություն խորհրդին ու քննադատության ինչու՞ չէ բանել եմ ուտել այդ թվում բան ռոբինա հիմա տեսեք այդ դրվագին անդրադառնալով ես այդ թեմայի մասին շատ եմ մտածել օրինակ ինչի 2000 հա 2000 ինչի 2018-19 թվին ես չեմ եկել այդ բաները ասեմ լսեք բաներ կար մեր իրականության մեջ որ լեզուն մարդուով ուզում ես չի պատտվի տենց բան ասել հասկանում եք միտքն չէր պատտվում որ հետո լեզուն պատտվում միտքը այո երբ որ բանը ոնց անում ապահովիչը երբ որ միտքը զարգանում է միջև դե ապահովիչը գցում ասում է չէ դու չպետք է մտածես տենց դու պետք է չմտածես տենց այն ինչ որ բաներ կա ես այսօր ասում եմ իմ լեզուն չէր պատտվի ես չէի կարա դա ով կարար դա ասել ես ընդհանրապես ես չէի կարա դա ասեի եւ դա ես չէի կարա մտածել ես ինքս ինձ չէի կարա թույլ տալ որ ես ինքս ինձ ասեի այդ բաները որովհետեւ այդ գաղափար դրա համար պետք է այդ գաղափարախոսական ես ինչի եմ խոսում իրական Հայաստանի գաղափարախոսության մասին որովհետեւ նախ այդ գաղափարախոսական գաղափարը պետք է հաղթահարես որ քո մտածողության որ քո մտքում մտածողության նոր տարածք առաջանա որի մեջ դու կարողանաս նոր բան մտածել ասում են ասել ես Արցախը Հայաստանը եւ վերջ այո ասել են որովհետեւ ես 100% ամնացորդ նվիրված եմ եղել գաղափարախոսական այդ գաղափարին մեր հարազատ գաղափարախոսական գաղափարին դա դրա մասին է մտածում բայց այսօր ինչի եմ էմոցիոնալ ասում լսեք գնացեք նայեք որ կառավարության օրոք Ղարաբաղին ինչքան ֆինանսավորում է տրվել այո ոչ մի կառավարության օրոք Ղարաբաղին այդքան ֆինանսավորում չի տրվել որովհետև ես անմնացորդ նվիրված եմ եղել ես եւ մենք գաղափարախոսական այդ գաղափարին
Չի եղել մի բան, որ Ղարաբաղը մեզնից ուզի, եւ մենք մտածենք։ Մենք ասել ենք Հայաստանում էս չեն կանի, էս չեն կանի, էս չեն կանի, այն չեն կանի, այն չեն կանի։ Այսօր որ մի դրվագ եղավ, որ չէ, երեք էր հրազդանում էր, հա, որ ասում է թոշակները։ Լսեք, Ղարաբաղում թոշակներն էլ է բարձր եղել, աշխատավարձներն էլ է բարձր եղել, գներն էլ ցածր է եղել։ Ինչի հաշվին է եղել, մեր տված ֆինանսավորման հաշվին է եղել։ Ես դրանից եմ բան եմ ելնում, ես տեսակ էլի ինքնատիրապետումս գործում։ Եվ որովհետև հասկանում եք, ես այնքան, որովհետև տակնու վրա եմ ելնում, քանդվում եմ ես այդ թեմայի շուրջ, ես ջախջախվում եմ այդ թեմայի շուրջ, որովհետև ոնց էլի բաներ կա, հիմա հազիվ եմ զսպում, որ չասեմ, որովհետև չի կարելի ասել այդ բաները, չի կարելի ասել այդ բաները։ Օգտվելով այդ առիթից Ռուբինյանը ընդհատում է, որովհետև լարվում է, մտածում է արդեն էսա Արցախը Հայաստանը եւ վերջին, նաեւ ի՞նչն է հետաքրքիր։ Ովքեր են ձեզ մեղադրում Արցախը Հայաստան եւ վերջ ասելու մեջ։ Այն մարդիկ, ովքեր այսօր ասում են սրիկաներ, ինչպես եք համարձակվում չասել, որ դադիվանքը մերն է, Արարատը մերն է։ Իրանք չեն հասկանում ու նաեւ այդ նույն մարդիկ ասում են ես իշխանությանը մեղադրում եմ, որ պատերազմը չկանխեց։ Իրանք չեն հասկանում, որ կոդի մակարդակով հնարավոր չի միաժամանակ ասել դադիվանքը եւ Արարատը մերն է եւ կանխել պատերազմը, որովհետեւ ասել, որ դադիվանքը մերն է կամ չգիտեմ վանը մերն է, նշանակում է ասել, որ լինելու է պատերազմ։ Այսօրվա նշանակում է սկսել պտտել պատերազմի անիվը, ինչ արագությամբ այդ պատերազմը կարող է վաղը չլինի, 2 շաբաթից չլինի, կարող է 1 ամսից լինի։ Ընդ որում ես ասում եմ հիմա իրավիճակը սենց է, որ լինելու է սեպտեմբերին, չի ուշանալու այլևս այդ անիվի Ընդ որում մի հատ էլ տարվա վարչապետն եմ, ուրեմն չեմ կարա։ Ընդ որում մի հատ էլ հələ կներեք։ Հազար ներողություն էլի պարոն Ռուբինյան։ Հազար ներողություն։ Ինչ էի ասում։ Ես ինչ այն որ բոլոր ասում են պատերազմ առնելու, ես ինչ էի ասում։ Ասում եմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Ասում են ինչ գիտես։ Բայց 7 տարվա վարչապետ եմ, եթե ես այդ իրավիճակը չկարողանամ գնահատեմ, ես ո՞նց եմ վարչապետ։ Հիմա էլ ասում եմ ըլնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ոնց ուզում եք ինձ ասում եք 18 տվին գայր ասեիք, հիմա ասում եմ շատ ուղիղ ասում, չնայած հիմա այս մթնոլորտը նաև ասում եմ հանդարտ, որովհետև գիտեմ, որ դա իրողություն է։ Մենք ժողովուրդը ստանալու է սահմանադրական մեծամասնություն։ Մի բան էլ ավելացնեմ ու երևի փոխանցեմ ում ուզում եք փոխանցեմ, բայց ինչի պատերազմ կլինի, որ եթե քաղաքացիական պայմանագիրը չստանա մեծամասնություն, ոչ թե որովհետև քաղաքացիական պայմանագրից գոյությունից է կախված պատերազմ լինել չլինելը բառիս ուղիղ իմաստով, այլ եթե քաղաքացիական պայմանագրի առաջարկած ուղին չընտրի Հայաստանը, այլ ընտրի օլիգարխների առաջադրած ուղին, այդ ուղին է տանելու դեպի պատերազմ։ Պարոն Ռուբինյան, ես այդ եզրակացությանը եկել եմ, ինձ ասել եմ բերեք, ինչ են ասում այդ մարդիկ այս թեմայի հետ կապված։ Եվ ես կարդացել եմ, ես սարսափել եմ ուղղակի։ Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան ամբողջը խաղաղության ռևիզիայի մասին է։ Երբ որ ռևիզիան սկսեց, Հայաստանի սահմանների ռևիզիայի մասին է դա, իրանք թվում է որ դեպի լավը, բայց դեպի վատը։ Տեսեք, հիմա անդրադարձակ, ինչ են ասում, այդ իրական Հայաստանի գաղափարախոսության մասին բանախոսությունների ժամանակ նաև ասում են, այդ որ մեր սահմանը բան եք անում, ֆիքսել եք այստեղով, որ սահմանը ֆիքսել եք, դուք մեզ զրկում եք հնարավորությունից, որ մենք դեպի արևմուտք ընդլայնվենք, դեպի արևելք ընդլայնվենք եւ այլն եւ այլն։ Ես ասում եմ ճիշտ եք ասում։ Եվ մենք ստեղ դրել ենք արգելք եւ այդ արգելքը մեզ համար էլ աշխատում։ Բայց մենք այդ արգելքը դնում ենք նաեւ այդ պատճառով, որովհետեւ այդ արգելքը աշխատում է նաեւ հակառակ ուղղությամբ։ Որովհետեւ եթե մենք ասում ենք, լսեք, ստեղ արգելք չկա, մենք կարանք գնանք դեպի արևելք կամ արևմուտք։ Արևմուտքից ու արևելքից ասում են, այս ինչ լավ բան եք ասում, նշանակում է մենք էլ կարանք գանք դեպի համապատասխանաբար արևելք եւ արևմուտք, այս ամբողջ խնդիրը։ Դրա համար եմ ես ասում 2022 թվականին, ասում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ես։
Այո, ճանաչել եմ, բայց հանուն ինչի, որովհետև հասկացել եմ, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է իր հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Եվ եթե մենք ուզում ենք, ես 2022 թվին լինելով հապկում նախագահող, եւ որ մեկ էլ ես ասում եմ, լսեք, ես մեր հապկի մեր դաշնակիցներս մեր երկրի տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում, մենք էլ ինչ-որ ներքին ձայն ինձ ասում ալա ընկեր ջան, մի րոպե, իսկ դու քո ղեկավարած երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչում ես, ու ոնց որ սառը ասում եմ, մի րոպե, մենք ոնց ալնում, այդ աստվածաշնչելի այդ խոսքը պիտի նայես ու պիտի չտեսնես։ Ոնց մենք չենք տեսել, որ մենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում։ Սա ֆունդամենտալ խարխլել ենք դրանով մեր ինքնիշխանությունը։ Խնդրեմ կներեք, չեմ ուզ, ես նենց էլ ամբողջ օր կարելի բան վարչապետ, այսօրվա այդ երկու դրվագները իրար կապեմ, հա, այն մարդը, որ զարմանում էր, որ պիտի վճարի ծառայության համար եւ ընդհանրապես զարմանում էր, որ ծառայությունը վճարովի է, որտեվ անկախ նայած ով է վճարում, ինչ որ մեկը վճարում է, կամ անհատը կամ պետությունը, այսինքն այդ մարդը ընդհանրապես մի հատ ֆունդամենտալ հարց էր բարձրացնում, թե ինչի ինքը պետք է ինչ որ բանի համար վճարի։ Ես դա ուզում եմ կապեմ մետրոյի արդեն շարժակազմում տեղի ունեցած խոսակցության հետ։ Կարծում եմ, որ ընդհանրապես մեր հանրության մեջ այս միտքը, չգիտեմ դա կոմունիզմից է եկել, թե ինչից է եկել, կա այդ միտքը, որ կան անվճար բաներ աշխարհում, որ կարա ինչ-որ բանի համար չլինի վճար, բայց այսօրվա օրով նույնիսկ մաքուր օդը Երևանի օդից է, չեմ ենք շատ խոսում, այսօր մոլորակի օդը այն աստիճանի է արդեն աղտոտվել, որ պիտի վճարես հատուկ նաև մաքուր օդ ունենալու համար, մաքուր ջուր ունենալու համար։ Հիմա Ղարաբաղի հարցին վերադառնալով, մեզ երբեք չէին ասում, մենք ինչով պիտի վճարենք։ Վճարը, գինը ո՞րն էր։ Հարցը առաջ տանելու գինը։ Եվ այս հարցի պատասխանել, գինը մեր պետությունն էր։ Ու այն էլ հարցը վճարելուց հետո ստանում էի, թե 004 ոնց էի ասում, բարուբին 004 Եղոյան, մենք վճարել ենք։ Գիտեք ինչի համար ենք վճարել։ Հետա ձգելու համար ենք, այդ ամբողջ ողբերգությունը։ Հենց այդ է, այդտեղ հարցի արդեն երկրորդ խնդիրն էր գալիս։ Ոստեղ ես բանել հիմա իրական Հայաստանի գաղափարախոսության կոնտեքստում ու երեխեքին տեսնելով ես այն մի հատ ասացված կա, չէ՞, ճիշտ է դա բնության թե մոլորակի մասին է, որ ասում եմ մենք այն չենք, այսինքն բնությունը, թե աշխարհը չենք ժառանգել մեր ծնողներից, այլ պարտք ենք վերցնել մեր երեխաներից։ Հիմա ես դա մի քիչ փոխելով կարող ասեմ, որ մենք պետությունը ոչ թե կամ ոչ միայն ժառանգել ենք մեր ծնողներից, այլ պարտք ենք վերցնել մեր երեխաներից, հետևաբար մենք չենք կարող դրանով վճարել։ Չեմ կարա չասեմ։ Հիմա երբ որ մենք սահմանադրության, նոր սահմանադրության մասին խոսում ենք, այդ սահմանադրության նախագծի նախաբանում ամբողջը ձևակերպած է, այն ինչ դուք դեռ դες այդ տեքստային չենք քննարկել ու շատ լավ է, որովհետև դա գաղափարը այդ է նկարագրած, թե ինչ է Հայաստանի Հանրապետություն սահմանադրության այն նախաբանում, որը մենք կառաջարկենք, ճշգրիտ նկարագրած է այն բառացիորեն, ինչ որ դուք նոր ասաց։ Այսինքն պետությունը նպատակ նաև միջոց, թե միայն միջոց, այլ պետությունից դուրս այլ նպատակին հասնելու համար վճարելու ու հələ հարցականով կստանաս, թե չես ստանա։ Ես կարծում եմ, սրա շուրջ մենք պետքա, այսինքն արդեն ունենում ենք խոսակցություն, բայց ամբողջ այս անիվը պիտի պտտվի այս թեմայի շուրջ, որտեվ այսօր էլ կան ուժեր, որ ասում են եկեք շարունակենք վճարել պետությամբ։ Մեր պետությամբ դայական չի, կներեք, դայական պետության համար 004-ը, ասում է պետության ստատուսը։ Ես հասկանում եմ, որ այս հարցին պետքա, ես հասկանում եմ, որ հիմի մի քիչ քաղաքական պայքարի տրամաբանությամբ եք ասում։ Քաղաքական պայքարի տրամաբանություն։ Օրինակ այդ շատ հետաքրքիր հարց է։ Այդ շատ հետաքրքիր հարց է, հասկանալով է թե չէ։ Միանշանակ հասկանում։ Ես կարծում եմ այն ագրեսիան, որը որ դրսևորվում է, հաստարկների բացակայության պատճառով է։ Այսօրվա այդ կներեք, որ դրան եմ վերադառնում, մի քիչ ծանր եմ տանում, բայց խոսակցությունը այն պայից, երբ որ
հաստատ չկա, դուրս է գալիս բովանդակային մասից ու մտնում է ագրեսիայի մեջ։ Կարծում եմ այնուամենայնիվ բնակարա կան մարդիկ, ովքեր որ հասկանալով են անում, բայց վստահ եմ, որ կան մարդիկ, որոնց հետ պետքա խոսել։ Ու մենք պետքա դա անենք։ Չկան այդպիսի մարդիկ, որոնց հետ պետք չի խոսել։ Չկան այդպիսի։ Բոլորի հետ։ Չէ, ես դրա հետ համաձայն չեմ, որովհետև ես էլի ասում եմ, այսօրվա քաղաքացին, ով որ քարտեզը շպրտել է, ինքը մեր նախկինն է։ Մենք ենք 4 տարի առաջ, 4 չէ, 6 տարի առաջվա մենք ենք այդ մարդը։ 6 տարի առաջվա մենք ենք։ Չկա տենց մարդ, որի հետ չէ խոսացել։ Մենք ծեծ ենք կերել, խոսացել ենք։ Չէ, բայց մենք պետքա դա մեր պարտքն է, պետք է խոսանք։ Ճիշտ է։ Իմիջայլոց էտել է։ Ես կարող եմ այսօր օրինակ մետրոյում, կարող եմ հասկանալ, որ բան նեգատիվ տրամադրվածություն կա, շփտայի ասե, բան դավայ, դենց ուղիղ, բայց էտել է խոսակցության մտնելու ձև։ Հիմա օրվա վերջ ես եկա 100 անգամ ներողություն խնդրեցի, բայց ես ուզում եմ խոսամ այդ մարդու հետ, հասկանում եք։ Ես ուզում եմ խոսամ այդ մարդու հետ։ Որովհետև պետք է ինքն էլ իր էմոցիան պետք է պարպի, ես էլ իմ էմոցիան պետք է։ Ես ուզում եմ խոսամ այդ մարդու հետ։ Անկեղծ ուզում եմ խոսամ։ Որտեվ ես իրան լիքը բան ունեմ ասելու։ Ես ու չունեմ հնարավորություն այդ իմ ասելիքը իրան ասելու եւ բազմաթիվ էլի ուրիշ մարդկանց։ Ես այդ մարդուն էլ այդ որ այդ միջադեպը եղել է, ես իր հետ էլ եմ ուզում խոսամ։ Ես մյուսներ, որտեվ ես իրան բան ունեմ ասելու, ընդ որում այդ ասելը քմաճուկ չի։ Ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ես պարտավոր եմ ասել իրանց այն ինչ որ ունեմ ասելու։ Ես պետք է գտնեմ ձևը։ Ոչինչ բան կլինի ու ինձ համար այսօրվա միջադեպերը այդ խոսակցության սկիզբն է, որտեղ այդտեղ էլ մենք տեսանք, որ քաղաքացին պատուհանից բան է անում, ագրեսիվ բան է, կարենք էլի, եթե տեխնոլոգիայի տրամաբանությամբ բներ, լավ ուղի, եթե լավ նստեցինք, շատ լավ էր ամեն ինչ այդ պահի դրությամբ ամեն ինչ որևէ նեգատիվ, բայց ես դիտավորյալ այդտեղ էլ մնացին դեղը, որովհետև ես ուզում եմ այդ մարդկանց հետ խոսեմ։ Մենք պետք է խոսենք այդ մարդկանց հետ, թողել գնալը չի լինի խոսակցություն։ Հիմա պետք է պարտվի, ուզում է հայհոյի, թող հայհոյի, թող պարտվի այդ հայհոյանքը։ Երկրորդ անգամ է, երրորդ անգամ է, չորրորդ անգամ է, հինգերորդ մի պահի այդ հայհոյանքի պաշարը պրծնելու է, ու սկսելու է խոսակցությունը։ Տարբերակ չկա։ Ես գնալու եմ, թող ինչքան ուզում են հայհոյեն։ Ինչքան ես իմ պարտքն է լինել մինիմալ էմոցիաները զսպել այդ մարդկանցից ես չեմ խուսափել ոչ միայն իրար հետ ենք եղել մենք մեղրիից 2021 թվականից չենք թողել փախել փախել էլ չէ չենք ընդ որում կարայինք դուրս գայինք ընդ որում էլի ուղիղ եթերում էինք մենք կարենք ասենք ոնց էս ուղիղ եթերում էս այդ ինչա տեղի ունի եկեք մի բան հայհոյում են բայց մենք ուղիղ եթեր մեր ուղիղ եթերը չէր ընդհատվում այո մենք այդ հայհոյանքը միջև այնքան ես անձամբ այդ հայհոյանքը այնքան եմ լսելու միջև այդ հայհոյանքը պարպվի ինչի համար ոչ թե ինչ հացելի է այդ հայհոյանքը լսելը այլ որովհետև ես ուզում եմ այդ մարդկանց հետ խոսեմ միջև այդ հայհոյանքը չպարպվի խոսակցությունը չի սկսվելու ֆենոմենալ բակ է բայց այստեղ բան վարչապետ են բանին վերադառնալով որ ասում եք իրանք գիտակցում են թե չէ իմ համար ակնհայտ է որ գիտակցում են որտեղ օրինակ ես չեմ կարողանում պատկերացնեմ որ Քոչարյանի համաժողովն է օրինակ ընթանում ու համաժողովի ընթացքում բեմից օրինակ վեր են կենում ասում են Արարատը մերն է ու այդ ասողը օրինակ չի հասկանում ինքը ինչ է ասում իմ համար ակնհայտ է որ հասկանում են ինչ են ասում գերակնհայտ է որ իրանք ինչի համար են ասում նաև այդ ամեն ինչի վերջնանպատակը որն է ես դրան ուղղակի չեմ կարող հավատամ որ այդ մարդիկ դա նշանակում որ առհասարակ էլի ոչ թե քաղաքականությամբ զբաղվելու այլ մտավոր որևէ աշխատանք կատարելու վիճակի չեն այդ մարդիկ եթե այդքանը չեն հասկանում այսքան տարի հետո կամ որ ասում է մի ուրիշ խումբ էլ ասում է բան անենք թրիփի համար բերենք Չինաստանին երաշխավոր դարձնենք չգիտեմ Չինաստանին ու Ռուսաստանին բերենք երաշխավոր դարձնենք ասեք ակնհայտ է չէ դա ինչ է ու հետո ասում են Հայաստանը չպետք է դարձնել աշխարհքաղաքական հակասությունների կենտրոն պատկերացնում եք չպետք է կիզակետ դարձնել աշխարհքաղաքական հակասություն կամ ասում են Իրանից նավթամթեր գնեն եւ մի երկու օր հետո իսրայելցի գեներալ են բերում իրանց հանճարեղ եւ ինքն էլ բանակցելու է դրա մասին հա դա իրա այստեղ կոդին բան Ալեքսանդր վերադառնալու ես պետք ռեմարկ անում էլի բանի վերջերս Քրիստոֆ Վոլցին գիտեք ավստրիացի հայտնի դերասան ով Օսկար է ստացել
հայտնի իր ուրեմն նացիստի իր հայտնի դերի համար իրեն հարցնում են, ասում են իսկ դուք ո՞նց կարացիք այդ նացիստի դերը ո՞նց եք կարում այդ ո՞նց կարացիք այդքան վատ բաներ անել, ասում են բայց ես վատ բան էի անում, ասում են ես չէի մտածում այդ պահին որ ես վատ բան եմ անում, վերադառնալով դրան գիտակցում են մտածում են որ իր տեսանկյունից ինքը ունի արդարացում եւ ինքը լավ բան է անում եւ այդպես են բոլորը, այսինքն այո գիտակցում են, բայց արդյոք մտածում են որ վատ բան են անում, այսինքն դա աուտենտիկ շրջաբերականը լավ բան է, հա էլի, այո, դա պատմականում միջազգային պարոն վարչապետ, միջազգային ֆակուլտետում են ուսանողին որ հարցեցիք, ասիք ոնց կուզենաք 29743 քառակուսի կիլոմետրոնց անկախ Հայաստան պետություն, թե 300,000 քառակուսի կիլոմետր ոչ անկախ պետություն, ազգի, ուղղակի ժողովրդի բնակության արեալ։ Այդ տղան պատասխանեց, չի ինքը մարդը մտածում է, ընտրում է։ Ինքը դες չի որ մտածում է, որ դա վատ է։ Ասում է դե լավ չի լինել մեծ ու կախված, քան փոքր ու անկախ։ Այս հարցը կա, ուստեղ ես համոզված չեմ որ դա ինչի Ղարաբաղի եւ շրջակա տարածքի ֆենոմենն է դա։ Երբ որ մենք այդ թվում մենք էլ ենք տենց մտածել, հասկանում եք։ Մենք էլ ենք տենց մտածել, որ Ղարաբաղի եւ շրջակա տարածքի նկատմամբ վերաբերմունքը նույն ֆենոմենն է։ մեծ ու արկածված ասել ենք մենք ոչինչ թողնենք կիսապետություն, բայց դա թող ունենանք մենք բոլորս։ Ես դրա համար եմ ասում, այդ ժողովրդին մենք պետք է հասկանանք, որ իրանք մենք ենք 8 տարի առաջ, իրանք մենք ենք 8 տարի առաջ, եւ այս փոփոխությունը ինտերստելարի նման պետքա հետ գնանք։ Չէ, հետ գնալու կարիք չկա, ընդհակառակ մենք պետքա առաջ գնանք, որովհետև հարությունը սնուցող մայրերը մեզանից առաջ են եւ մեզ տանում են իրանց հետևից։ Այդ ֆենոմենը որ կա, ես միջազգային գործընկերներ, այո, եկեք խոստովանենք, 2021 թվի արտահայտ խորհրդարանական ընտրություններում այդ պատերազմի այդ բան վիճակում մենք գրել ենք դաշնակցական նախընտրական ծրագիր եւ դաշնակցական նախընտրական ծրագրով գնացել ենք Քարոզարշավի։ Ես չգիտեմ Հայաստանում առիթ ունեցել ենք թե չէ, այս վերջը որտեղ էր։ Մի միջազգային ինչ որ հարթակում կարծեմ ոչ պաշտոնական զրույց էր։ Տենց եկան ինձ բան արին, էլի, ասին պատմեք հլը, իրանց շատ հետաքրքիր էր, ոնց ա եղել այդ 21 թվի բաները եւ այլն։ Ես իրանց ասացի, լսեք, մենք 21 թվին գրել ենք մաքուր դաշնակցական մի հատ, այսինքն մաքուր չէ, ԿՊ դաշնակցական մի հատ ծրագիր եւ գնացել ենք նախընտրական քարոզարշավի։ Ես հիշում եմ, այդ ոնց որ հիմա երեխեքն են իմիջայլոց, որ ինձ համար հիմա հանելու կա, ինչա կատարվում։ Ես պետք է հասկանամ ինչա։ Լսեք, մենք գնում ենք բանի, մարզերում հանդիպման, եւ ես տենում եմ առաջին 4 շարքում կանգնած են կանայք։ Տենց բան Հայաստանում չի լինում Հայաստանում, որ կանայք քաղաքական միջոցառումներին տենց բան ունենան, տենց մասնակցություն, ընդ որում զգում եմ մարդիկ բանով, կներեք, խալաթով, երբեմն բանով, ճիշտ ամառեր, չստերով, բանով տենց զգացում է, որ ինչ-որ տենց վերջին պահին են որոշել, որ հա, վերջին պահին, ու ես ինտուիտիվ աշխատում եմ այդ մարդկանց մեջով գնալ, որովհետև չի կա, խելագարվում եմ, ասում եմ, ինչ է կատարվում, սկզբից մտածում եմ, բերում են այդ մարդկանց, հետո ասում եմ, լավ, բերելիս, տենց հակած կապած, նախապես պլանավորում են, բանով ամառը վերարկու չեն ատել, վերջը էլի, ասինքն պատրաստված, և ես այդ մարդկանց միջով էի անցնում, և ես հիշում եմ, ես առաջ անգամ շոկի ենթարկվեցի, երբ որ Հայաստանում քաղաքական էլիտան ինձ մեղադրում էր դավաճանության մեջ, որ ես բանը նոյեմբերի 9-ի թուղթը ստորագրել, մի կին կանգնեց, ասեց շնորհակալություն եմ հայտնում, ես էլի ասեցի ինչի համար, ասեց որ այդ թուղթը ստորագրեց, ասեցի մայրիկ ջան, տարիքով, ասեցի ամբողջ Հայաստան ինձ ասում է, որ ես դավաճանություն եմ արել թուղթը ստորագրել, դուք շնորհակալություն եք հայտնում, այդ կինը ասեց, որովհետև ասեց դու
բան ասել տասնյակ հազարավորների կյանքեր փրկվել են դրանով եւ ես դրա համար հետո այդ մարդկանց միջով անցնելիս ոնց որ խաղաղություն բերեք, խաղաղությունապետ, խաղաղություն բերեք, գնացեք խաղաղություն եւ իրանք ամբողջը քանդուքար արեցին մեր նախընտրական ծրագիրը եւ ես արդեն մեր բանում ընտրություններից է դրա համար կառավարության ծրագիրը սկսում է սրանից որ ժողովրդի առաջ մեր ստանձնած մեծագույն պարտավորությունը տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացել։ Մի բառ ավելացնեմ, մի բառ։ Բա որ մենք դա չանենք, մենք ո՞նց ենք ուղիղ եթերում գնում ամբողջ հանրապետություն տնից մարդկանց դուռը ծեծում, այդ հասկանում եք պետք է գնահատել, ասենք դուռ ես ծեծում, ինչ գիտես այդ ով է։ Ինչա բարձրացնելու դրան հետ։ Այսինքն այդ նշանակում է եթե դու դուռը ծեծում ես եւ շարունակում ես դուռը ծեծել, այդ նշանակում միջին վիճակագրորեն հավանականությունը, այո կարող է լինի դեպք, բայց մեծամասնությունը դու գիտես, որ դրան այն կողմում ինչ տրամադրություն կա։ Պարոն վարչապետ, ասածս են, որ այդ 2021 թվականի ընտրությունները դուք ծրագիրն եք մեջ բերում, այդ ծրագրի մասին չէր։ Այն բանը, որ հարցվածների 60-ից ավել տոկոսը այդ ժամանակահատվածում նույնիսկ չէին ասում համար են քվեարկելու։ Այն բանը, որ քվեարկության օրը ինձ ես այն ժամանակ փոխնախագահ ազգային ժողովի ընտրատեղամասից մարդ էր տեսնում դուրս գալիս նրան թաքուն 2021 թվականին թաքուն գնացել են ընտրել են գործող իշխանությանը թաքուն այդ ընտրությունը այդ ծրագրի մասին չէր այդ ընտրությունը Հայաստանի լինել չլինելու ապագայի ու առնվազն բոլորը լավ գիտեին ինչա տեղի ունեցել ու հիմա էլ լավ գիտեն ժողովուրդ բայց մենք արդեն ուշանում ենք եւ մանավանդ սպասողներ կան միանգամից դուրս գալ չի հաջողվի Ժողովուրդ ջան ամփոփում օրվա այսպիսին էր եւ կրկին սիրում եմ բոլորիդ հպարտանում եմ բոլորի վրա եւ խոնարհվում եմ բոլորի